Այ ժողովուրդ ջան, ավելի շուտ հորոսկոպի այն նշանների տակ ծնվածներ, ում տարերքը կրակն է։ Այս տեսանյութը կարծես հատուկ ձեզ համար պատրաստված լինի ու գիտեք ինչու, որովհետև ներկայացվող 6 դեպքի ցալալ կեսը կրակին է առնչվում, ավելի շուտ հրդեհներին, տոմեկ մեքենաներն են հրդեհվում, մեկ անտառացած տարածք ու բոլոր դեպքերում էլ կարելի է ասել, որ սուբյեկտիվ գործոնը առկա եղել, թե ինչի մասին է խոսքը հեսա կիմանաք, բայց մինչ այդ էլի բոլորիդ պիտի կոչ անենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, որ հետո ուշ չլինի։ Բայց տեսանյութը սկսենք մայրաքաղաքում տեղի ունեցած վրաերթի դեպքից։ Ադե ասել եմ ու կասեմ, այդ տրելեբուս քշելը հեշտ չի, կախված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներից, այսինքն միայն վարորդական հմտություններ ունենալը բավարար չի, պիտի համբերություն էլ ունենաս, որպեսզի հոսանքի անջատումներին դիմանաս, նաև կասկադյորական տրուկներ պիտի սերտած լինես, որպեսզի երբ տրելեբուսի սնուցող էլեկտրական լարերը անջատվում են, գծից կարողանաս միացնել։ Չգիտեմ, թե թիվ 1 երթուղին սպասարկող տրելեբուսի վարորդը ունեցել է նման հմտություններ, թե ոչ, բայց որ բախտ չունի, փաստ է։ Հիմա կասեք Շամշան, հա, ճիշտ է, տեսանք, որ տրոլեբուս է կանգնած, բայց ինչ կապ ունի նրա վարորդը այս BMW-ի ստացած վնասվածքների հետ։ Ամենաանմիջական կապը ունի ժողովուրդ ջան, որովհետև այս BMW-ն է տրոլեբուսի վարորդին վրաերթի ենթարկել, ու դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տրոլեբուսի սնուցող էլեկտրական լարերից մեկը երթևեկության ընթացքում հանգուցից առանձնացել է եւ վարորդը իջել էր տրոլեբուսից, որպեսզի այն միացներ։ Ասում եմ, չէ, բախտի կատարյալ բացակայություն։ Բայց լավ, տրոլեբուսին վարորդին այդքան անբախտ չհամարենք։ Նկատի ունեմ փաստը, որ ճիշտ է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ժողովրդին հայտնի ձկան խանութի խաչմերուկում այս BMW-ն շատ լուրջ վնասվածքներ է ստացել, այսինքն տրոլեբուսի վարորդին բախումը բավականին ուժգին է եղել, բայց վերջինը ողջ է մնացել։ Ասեցին, որ վիճակը ծանր էր, բայց ֆատալնի չէր։ Ինչ ասեմ, առողջություն քեզ ընկեր ջան, ու տա Աստված, որ հետագայում մասնագիտական այդ դժվար պարտականությունների իրացման ժամանակ փորձանքից հեռու մնաս։ Ժողովուրդ, հեղու գազը էլի կարող է պայթի շարժվեք, առաջի օգնությունը ցույց ենք տվել, մի կանգնեք, նորմալ է, սա շարժվեք։ Լավ, անցանք քիչ առաջ ասածս կրակի բաժին, համաձայն եմ, սարսափելի է։ Աչքիդ առաջ մեքենատ վերածվում է մետաղե ջարդոնի, չնայած վարորդը տեղ պիտի լիներ, որ ափսոսանք ապրեր։ Կհարցնեք, բա ուր էր, կպատասխանեմ քիչ անց։ Նախ ասեմ, որ դեպքը տեղի է ունեցել մեր բոլորի կողմից սիրված Երևան-Սևան ճանապարհին, հայտնի Արծվի արձանի մոտ, Արագաչափի հարևանությամբ։ Ժամը 21:30-ի սահմաններում նախկին կյանքում Mercedes կոչված այս երկաթե նժույգը ընթացքի ժամանակ բռնկվել է ու պատկերացրեք, որ այդ պահին մեքենայում 2 մարդ է գտնվել։ Ապեր էկիպաժը ուր է, թող այնտեղ դիմացի մայթը կարգավորի։ Բայց հարցերի հարցը մնում է, այդ ինչպես է, որ մեքենայում կրակ է բռնկվել, չէ որ նույն տրամաբանությամբ յուրաքանչյուր մեքենայում էլ կարա ընթացքի ժամանակ հրդեհ ծագի, կարա լինի, այս կյանքում ոչինչ բացառել պետք չի, բայց այս դեպքում խնդիրն այլ էր, բանն այն է, որ կրակի բռնկումից րոպեներ առաջ մեքենան գազալցականում լիցքավորել են եւ բավարար է եղել ընդամենը 1 կիլոմետր անցնել, որպեսզի լիցքավորման հետևանքները զգացնել տային։ Ու թեև հրշեջները արագ հասել են, բայց մեքենան մոխրագույտի վերածվելուց չեն փրկել։ Գիտեք ինչ էր այսքան բարեկ հավաքվել, դե որովհետև մեր կողքին խելքից դուրս հետաքրքրասերներ են ապրում, որոնք հետաքրքրության բնազդը բավարարելու համար կարող են մոտենալ այրվող մեքենային, առանց մտածելու հետևանքների մասին։ Նմանների վրա չեմ դադարում զարմանալ, իսկ ինչ վերաբերում է մեքենայում գտնված 35-ամյա Սերժիկին ու 38-ամյա Ծովակին, ապա տեղեկացա, որ նրանց տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են, մեկը այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսին մասնագիտացված մեկ այլ հիվանդանոց։
Լավանալուց հետո մյուս մեքենան, որ առնեք, գազաբալոնին ուշադրություն կդարձնեք։ Գազալցակայանի աշխատակիցներին էլ կասեք չափից ավելի չլցնեն։ Մեկը Տեսլա է, մեկը BMW։ Համաձայն եմ, լրիվ դեժավյու է, բայց իրականում շատ տարբերություններ կային։ Սկսած մեքենայի գույնից, վերջացրած կատարվածի հանգամանքներով։ Եվ ուրեմն գիշերը 2:30-ի սահմաններում մայրաքաղաքի միասնիկյան պողոտայում ջրաշխարհի հարևանությամբ բախվում են 23-ամյա Ռոբերտի BMW-ն եւ 24-ամյա Նորայրի Տեսլան։ Բախման հետևանքով, ինչպես տեսնում եք, BMW-ում հրդեհ է բռնկվում։ Անկեղծ ասած, այդ հանգամանքը ինձ զարմացրեց, որովհետեւ երբ ազանգողը նշում էր BMW-ի այրվելու մասին, ստիպված եղա երկրորդ անգամ հարցնել, բայց հաստատ BMW-ա, թե Տեսլան է։ Ինչու էի մտածում Տեսլայի մասով, որովհետև այդ մեքենան էլեկտրական է ու հրդեհի աղբյուր է։ Անյոքյա։ 3 վիրավոր, հա։ Հասնելով դեպքի վայր, մեկ անգամ եւս զարմացա, որ հրդեհը ոչ թե Տեսլայում, այլ BMW-ում է եղել, բայց սա զարմանքիս միակ պատճառը չէր։ Հենա, տեսնում եք, թե ինչպես են բախման հետևանքով երկու մեքենաները դուրս եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչին պատկանող շինության պաշտպանիչ երկաթե ցանկապատը, հայտնվել շինության տարածքում։ Համաձայնեք, որ ամեն օր նման պատկեր չես տեսնի։ Միակ սփոփիչ հանգամանքն է նա, որ վթարի հետևանքով զոհ չկար։ 3 հոգու տեղափոխել են հիվանդանոցներ։ Այնքան տարվա այս վթարի հետևանքների պատկերով, որ դաժե մոռացա կատարվածի պատճառների մասին բարեկների մասնագիտական կարծիքը հարցնեմ։ Էս էլ հրդեհի երրորդ դեպքը, բայց ոչ թե մեքենա է այրվում, այլ կիսա անտառածածկ տարածք, ավելի ճիշտ դաշտամիջյան հատված, ընդ որում աշտարակ Էջմիածին ավտոճանապարհի Օշական բնակավայրի վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում ծագած կրակի լեզուները այնքան երկար էին, իսկ ծուխը այնքան առատ, որ տեսանելի էր թե Եղվարդ քաղաքից, թե աշտարակից։ Փաստորեն, եթե Օշականը մոտս ասոցացվում էր Մեսրոպ Մաշտոցի հետ, հիմա նաև այս կրակի, որի պատճառը մարդն էր։ Եղվարդից անգամ երևում էր այս ծուխը։ Տրամաբանական հարց կառաջանա մոտները, այս ինչա այրվում, որ այս կարգի ծուխա դուրս գալիս, անվադողեր են այրվում, հարգելի հեռուստադիտողներ ջան։ Նկարահանում է ու հիշում է, թե ինչպես էր իր պաշտոնավարման առաջին տարիներին Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարական իջեցնում, որ կենցաղային աղբը տարածողների դեմ պայքար տանեն, չթողնեն երկաթե անպիտան մեքենան կամ անվադողեր որտեղ պատայի։ Հեսա տեսնում եք, թե ինչպես են պայքարում։ Օդը բնության հերը անիծում են։ Ամբողջ տարածքը լցված է շինարարական ու կենցաղային աղբով։ Մի խոսքով շրջակա միջավայրի հերը անիծվեց։ Զուգահեռ նաև տեսա, թե մի փոքր հատվածում ինչ քանակությամբ շինարարական ու կենցաղային աղբ կա։ Պատկան կառույցները իրոք այս հարցով պիտի զբաղվեն, համ գտնեն կրակի կազմակերպիչներին, համ էլ քաղաքակիրթ ձևով վերացնեն այս աղբը։ Իսկ հիմա տեղափոխվեն Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ քաղաք։ Այ մարդ մի անգամ չեղավ, որ այս քանչելի քաղաք ուտել խմելու համար հասնեմ։ Անընդհատ մի դժբախտ դեպք։ Դո մեկ շենքա պայթում, մեկ ավտովթարի հետևանքով երիտասարդներ են զոհվում, մեկ գողության դեպք արձանագրվում։ Հարգելի ճամբարակցիներ, մի օր էլ կանչեք պատիվ տվեք, էլի, ձեզից ինչ ա գնում։ Մանավանդ, որ Ճամբարակը դեռ սովետական տարիներին էր հայտնի իր մալականի թթույով։ Ավտո չի մնացես թե։ Ճամբարակի գետապնա փողոցում ենք, որտեղ առավոտյան ժամը 11-ի սահմաններում, ինչպես տեսնում եք, BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց ու մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։ Ուսումնասիրում էի տեղանքը ու մտովի պատկերացնում կատարվածի պատճառը։ Անկեղծ լինեմ, մտածում էի, թե վարորդը մեծ արագություն ա ունեցել, չի կարողացել այս կիսավոլորանային հատվածում գոհաշրջվել ու կլխկոնձի տվել, սակայն զրուցելով հավաքվածներից ոմանց եւ պարեկների հետ հասկացա, որ իրողությունը լրիվ այլ է։ Այս օպելը հայտնաբերեցիք էլի, որը որ վթարային իրավիճակ է էլի ստեղծել։ Այն արանքից դուրս է եկել, BMW-ն չի նկատե։
Հա, ժողովուրդ ջան, այս Opel-ի վարորդն է BMW-ի համար վթարային իրավիճակ ստեղծել։ Հենա լսեցիք, Պարեկը ասեց, որ Opel-ի վարորդը այննեղ արանքից առանց համապատասխան տեսադաշտի դուրս է եկել, BMW-ն էլ փորձել է խուսանավել բախումից եւ հայտնվել է այսենց անհարմար վիճակում։ Նենց որ Opel-ի վարորդ գնա աղոթի, որ հանկարծ BMW-ի վարորդին ու նրա երկու ուղևորներին բան չլինի ու պատրաստվի, որ Opel-ը ծախես, որ ծախսերը քաշես։ Իսկ եթե լսեր մեր հորդորներին, որ առանց համապատասխան տեսադաշտի մանևր չկատարեք, հիմա նման փաստի առաջ չէիր կանգնի։ Արի դեպի ջան։ Եվ վերջում Երևան-Երազք Մեղրի ավտոճանապարհի ժողովրդին հայտնի երասխի կալցևոյում արագաչափի հարևանությամբ առավոտյան 8:40-ի սահմաններում կատարվածի մասին։ Ճանապարհի մի իսկական հատվածը փակած զռլաման Հովո Մակնիշիա, որը նկարահանումներիցս 1 ժամ առաջ մինչև այսօրը ընկնել է, հասցրել է բախվել Նիսանին, 2 Մերսեդեսներին, Նիվային եւ Մերսեդես Մակնիշի ավտոքարշակին։ Իսկ թե ոնց է եղել դեպքը, կարող եք սեփական աչքերով տեսնել։ Հարևանությամբ տեղադրված տեսախցիկները արձանագրել են վթարի պահը։ Այն մարդ, այն ինչից էր փախցնում, ինչ էր անում Հովոյի վարորդը տենց էլ չհասկացա, ասել եմ ու կասեմ, որ այս զռլամաները քշելը թթութան չի, ամեն մարդու բան չի, բայց փաստն է, որ Հովոյից տուժած բոլոր մեքենաները կայանված են եղել։ Այդ հանգամանքն էլ Ֆիսոժը հուշում, որ մարդ պիտի բախտ ունենա։ Տանում ես մեքենատ հանգիստ կայանում ես թույլատրելի հատվածում, մեկ էլ հայտնվում է, լավ, մի խոսքով, ցավոք բախտի բացակայությունը այս վթարի միակ տխրեցնող հանգամանքը չէ։ Միզո մի վիրավոր էլի։ Հերու տղային, հա։ Տղեն է մահացել։ Քոնի։ Դեպքի վայրում ասացին, որ արագ հասած շտաբօգնության բժիշկները 2 հոգու տեղափոխեցին Արարատի հիվանդանոց։ Հարցրի ոնց էր վիճակները, ասացին, որ վիրավորներից մեկի գիտակցությունը կորցրած էր։ Ցավոք, այն չվերականգնվեց։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից արձանք ստացվեց, որ նա գիտակցության չգալով մահացավ։ Հետո պիտի պարզեի, որ մահացածը տղան էր, վիրավորը հայրը։ Ցավակցելով մահացածի հարազատներին եւս մեկ անգամ այս կարգի բեռնատար քշելու ցանկություն ունեցողներին հորդորում եմ 7-ը չափել, նոր մեկը կտրել։ Արագաչափը թեքվել է, այսինքն վայքումով խախտում անից կնկարվի։ Էսի ճանշինը պետք է գա, որ մաքրի։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։